Քրոնիկ ստրեսի մեջ գտնվող մարդը շատ խոցելի է, եւ նրա հետ կարելի է վարվել այնպես, ինչպես կկամենաս։ Մեր իմունային համակարգը ունի սահմաններ։ Երկար ժամանակ չես կարող գտնվել նյարդային վիճակում։ Մի օր կտրաքես։ Որպեսզի դա տեղի չունենա եւ քեզ չկարողանան կառավարել, հիմա կտամ մի աշխատող պրակտիկ մեթոդ, որը քեզ կպաշտպանի քո հիստերիկ շրջապատից։ Դիտարկենք մի տիպիկ իրավիճակ։ Երբ զրուցակիցը սկսում է ազդել նյարդերիդ վրա, ուշադիր հետևիր նրա պահվածքին եւ մտովի պատկերացրու, որ իր փոխարեն քո առաջ կանգնած է մի տկլոր կապիկ, ով կապրիզի միջոցով մի բուռ կեր է պահանջում քեզանից, իսկ այդ կերը տվյալ պարագայում քո նյարդերն են։ Եթե կարողանաս անել դա, կզգաս, թե ինչքան կթեթևանա քո կարգավիճակը։ Դրանից հետո ավտոմատ կերպով կլցվես քո զրուցակցի հանդեպ անսահման խղճով եւ կարեկցանքով։ Եվ արդեն նրան ինչ-որ բան պատասխանելու կամ հակառակն ապացուցելու ցանկությունն իսպառ կվերանա։ Ընդհանրապես ասում ես քո ասածն է, բայց անում այնպես, ինչպես ինքդ կկամենաս։ Մարդկային հարաբերությունների արվեստն ավելի խորացված կարող ես ուսումնասիրել իմ փակ Telegram ալիքում։ Միակը Հայաստանում ինտելեկտի զարգացման համար։ Սիրով կսպասեմ, հարազատս։